Միացյալ Նահանգներում ծանրացել է վիճակը Դոնալդ Թրամփի վերջին որոշումների հետ կապված տասնյակ քաղաքներում, հազարավոր տարբեր վայրերում իրականացվել են բազմահազարանոց ցույցեր, որին մասնակցել են 100,000-ավոր մարդիկ։ Թրամփի որոշումները նոր մաքսատուրքերի վերաբերյալ կատվածահար են արել ոչ միայն Ամերիկան, այլ նաև ամբողջ աշխարհը։ Հայաստանի նկատմամբ դրված էր 10% մաքսատուրք. Եթե Հայաստանից ապրանքը ներմուծվում է Միացյալ Նահանգներ, ապա այդ ապրանքի ինքնարժեքի 10%-ը պետքա վճարեն գործարարները Միացյալ Նահանգներին։ Դա ըստ էության շատ էր Հայաստանի համար, բայց այն ցուցակը, որը Թրամփը հրապարակել էր, Հայաստան ուղղակի փրկվել էր։ Երկրներ կան, որ պետքա իրենց ապրանքների 70%-ը վճարեն պետությանը եւ պատկերացնում եք այդ ապրանքները 70%-ով Միացյալ Նահանգներում թանկանալու են եւ ինչ կստացվի կամ կլինի գլոբալ համատարած թանկացումներ Ամերիկայի Միացյալ Նահանգներում կամ կտուժեն Միացյալ Նահանգներ ապրանք ներմուծողները։ Եվ Թրամփի բոլոր որոշումները կարծես կատվածահար են անում ոչ միայն Ամերիկան, այլ ամբողջ աշխարհը, որովհետև դրանք տարօրինակ են, անհասկանալի, բայց իհարկե Ամերիկայի ներքին կյանքին բոլորովին չխառնվելով, միայն ուզում ենք խոսել այսօրվա տնտեսական վիճակի մասին, որ հարված է հասցնելու նաև Հայաստանի, որովհետև մենք մեր հայրենակիցների համար հեռավոր Ամերիկա ենք հասցնում հայկական արտադրության ապրանքները։ Առաջին հերթին շահում են այնտեղի բնակվող հայերը, որովհետև հայկական համը հայտնվում է Լոս Անջելեսում, երկրորդ հերթին նոր շահում են գործարարները, որ Ամերիկայում ունենում են վաճառքներ, ինչ որ նոր շուկա են ձեռք բերում։ Դա հայկական համայնքն է, այլ ոչ թե ամերիկացիները, եւ հայկական ապրանքները հիմնականում գնում են հայերը, եւ մենք միլիարդավոր դոլարներ չենք աշխատում այդ վաճառքներից, դրանով ուղղակի մենք հայկական համը հասցնում ենք Ամերիկա։ Ըստ էության մենք քիչ ենք վնասներ կրում համեմատած ուրիշ պետությունների, եւ այդ ուրիշ պետություններում ուղղակի քաոս է ստեղծվել, որովհետեւ նրանք Ամերիկայում բավականին մեծ վաճառքներ ունեն եւ այդ վաճառքները այլևս կարող է չլինել։ Թրամփի այս որոշումը նաեւ իր դաշնակից եւ իր նաեւ քաղաքական ընկեր Իլոն Մասկն է քննադատել։ Մասկը եւս կարծում է, որ դա կարող է ամբողջ աշխարհին Միացյալ Նահանգների դեմ տրամադրել եւ դա տնտեսական քաոս է ստեղծելու։ Եթե շարունակաբար Միացյալ Նահանգների տարբեր խոշոր քաղաքներում փողոցներ դուրս գան 100,000-ավոր, նույնիսկ միլիոնավոր մարդիկ, ապա Թրամփը միանշանակ կլսի այդ մարդկանց խոսքը եւ կվերանայի իր որոշումները, որոնք բողոքի ալիքներ են բարձրացրել Ամերիկայում եւ դրա սահմաններից դուրս։ Թրամփը նաեւ խոստացել էր շատ արագ կանգնեցնել ռուս-ուկրաինական հակամարտությունը, բայց երկարում է այդ process-ները եւ որևէ հույս չկա, որ այդ հակամարտությունը կկանգնի։ Դեռևս այսպիսի պատերազմ 21-րդ դարում չէր եղել, որը կշարունակվեր այսքան լայնածավալ, այսքան զոհեր կտային եւ այսքան վնաս կհասցներ ամբողջ աշխարհի մարդկությանը։ Թրամփը պետք է իր ողջ ուժերը կուտակեր այս հակամարտությունը օր առաջ ավարտելու համար, բայց նա ցանկացավ Ուկրաինայից վերադարձնել Ամերիկայի փողերը, դրանք իրականացնելով Ուկրաինայում օգտակար հանածոների վերաբերյալ այդ պայմանագրով եւ արդեն ինքը չի հասկանում ում կողմ անցնի, եթե Ուկրաինան տա այդ համաձայնությունը, որը արդեն տվել է։ Թրամփը չի կարող Ուկրաինային դեմ դուրս գալ, այսինքն Ուկրաինան պետքա ուժեղանա։ Եթե Ուկրաինան ուժեղացավ, ուրեմն բալանսավորվում է այդ հակամարտությունը, ուժեղ Ուկրաինան դուրս է գալիս ուժեղ Ռուսաստանի դեմ, որը ունի գրաված տարածքներ Ուկրաինայից։ Եվ քանի որ հավասարը հավասարի հետ են նստելու բանակցությունների, երկու կողմից էլ զիջումներ չի լինելու։ Լոս Անջելեսում կրակոցներ մեքսիկացիների եւ ադրբեջանցիների միջև խոսակցություններ կան, որ նաեւ ներկային եղել հայեր։ Միացյալ Նահանգներում մեր աղբյուրները մեզ տեղեկացրեցին հետեւյալը, որ գիշերով Լոս Անջելեսի կենտրոնում դաունթաունում տեղի են ունեցել կրակոցներ, որի մասնակցություն են ունեցել ազգությամբ ադրբեջանցիներ 5 հոգի եւ 4 հոգի մեքսիկացիներ, նկատվել են նաեւ հայերին պատկանող մեքենաներ այդ տարածքում եւ ինչ է պատահել։
Հայկական հանցագործ աշխարհին հասել են տեղեկատվություններ, որ ադրբեջանցիները փորձում են այն բիզնեսներում, որոնք իհարկե նաև սև բիզնեսներ են համարվում, այսինքն սև աշխատանքներ, օրենքից դուրս աշխատանքներ, այդ գործունեությունը, որը բերում է միլիոնավոր դոլարներ որոշ մարդկանց, հայերի տեղը փորձում են ներգրավել ադրբեջանցիներ եւ այդ անօրինական գործարքները, որոնք հիմնականում նաև մեքսիկացիների հետ է տեղի ունենում, ավելի լավ առաջարկներ են արել մեքսիկացիներին։ Մեքսիկացիները հրաժարվել են հայերից ու անցել են ադրբեջանցիների հետ գործարքների, այսինքն այն ինչ որ պետք է հայերը տային իրանց կամ անեին իրանց համար, ավելի լավ գնով խոստանում են ադրբեջանցիները, մեքսիկացիները վճարում են համապատասխան գումարը եւ չեն ստանում այն ինչի համար որ վճարել են։ Եվ այդ կրակոցներն իհարկե դրանց հետևանքներն էր։ Արդյունքում նաև այս ամենին խառնվում են հայերը, որ մեզանից հրաժարվել եք, հետո գալիս էլի մեզ ասում եք եկեք միասին աշխատենք, այն պատճառով որ գտել էիք ավելի մատչելի մատակարարներ կամ գործանողներ։ Իհարկե մենք չենք ուզում նշել թե կոնկրետ ինչի մասն է խոսքը, բայց շատ շատերը իհարկե հասկանում են։ Եվ հայերը հրաժարվում են այլևս աշխատել այդ մեքսիկացիների հետ նույն գնով եւ ավելի թանկ գին են ասում ու ասում են վերջ, կամ ուզում եք այս գնով կամ չենք աշխատում։ Եվ այստեղ խոսքը բնականաբար նրա մասին է, թե ադրբեջանցիները Ռուսաստանում, Եվրոպայում եւ նաեւ արդեն Լոս Անջելեսում փորձում են ամեն կերպ ներգրավել այն ամեն ինչում, որտեղ որ հայերը հաջողություն ունեն եւ փող են աշխատում կամ չգիտեմ ուրիշ գործունեությամբ են զբաղվում եւ այդտեղ գրանցում են հաջողություն, հանցագործ աշխարհում եւս ունեն հաջողություն, դա որևէ մեկը չի կարող հերքել։ Շոու բիզնեսում ունեն որոշակի հաջողություն, բիզնեսներ են դրել ունեն որոշակի հաջողություն եւ այդ ամեն ինչը պետական մակարդակով Ադրբեջանը փորձում է փոշիացնել, փորձում են գրավել հայերի տեղը հենց այդտեղ եւ հայերը սա հասկացել են եւ անդադ փորձում են իրենք էլ հակազդել ադրբեջանցիների գործողություններին, նրանք ընդհանրապես Լոս Անջելեսում բավականին քիչ են, բայց ոնց հասկանում ենք շատանում են եւ Ալիևն է այդ ամեն ինչը հենց կազմակերպում ադրբեջանցի միլիոնատերերին տեղավորելով Լոս Անջելեսում, որ այնտեղ ստեղծվի ադրբեջանցի համայնք, որը բնականաբար ազդելու է հայ համայնքի վրա եւ նաեւ ազդելու է Միացյալ Նահանգներում Ադրբեջանի նկատմամբ որոշումների վրա, եթե Ամերիկան այսօր հաշվի առնում հայկական համայնքի մեծությունը Լոս Անջելեսում եւ Ամերիկայի ողջ տարածքում եւ Հայաստանի հանդեպ որոշակի առումներով նաեւ զիջումների է գնում, Հայաստանին օգնում է ֆինանսապես եւ նաեւ քաղաքական հարցերի շուրջ, մենք ունենք բարեկամական հարաբերություններ, Ալիևը նախանձում է եւ նաեւ այստեղ կա ռազմաքաղաքական նշանակություն ունեցող հարցեր, որ հայկական համայնքին ճնշելը իր համար առաջնային է, որովհետև հայկական սփյուռքը այսօր Հայաստանի Հանրապետության համար 1 գործընկերն է, թե ռազմավարական, թե քաղաքական, թե ֆինանսական բոլոր առումներով։ Հայաստանի Հանրապետության ողնաշարը Հայաստանի սահմաններից դուրս դա ոչ մի այլ պետություն չէ, դա միայն Հայաստանի Հանրապետությունից դուրս ապրող հայ ժողովուրդն է, մեծ սփյուռքն է։